Ես իմ տողերում միայն սեր եմ պրոպագանդում հայրենիք նվիրվածությունը հայրենիքին եւ իր ժողովրդին։ Յուրաքանչյուրս մեր սրտում պետք է կրենք այդ սերը։ Եթե չսիրես քո հողը, քո պետությունը, միանշանակ չես կարող սիրել քո հարևանին եւ վերջապես չես գտնի քո մեծ սերը։ Երկու գրքում էլ պատմվում է հենց Եսեմում կա հենց առանձին պատմվածք, որը նաեւ Գայանեն ընթերցեց ճանապարհ դեպի անմահություն, դա Արցախյան պատերազմին էր վերաբերվում, բայց մնացած պատմվածքները յուրաքանչյուր սիրավեպեր են, որը իրենց ներսում նաեւ խոսում է մարդկային հարաբերությունների մասին եւ հայրենիքի։ Փորձել եմ բուն մեղել եմ հայրենիքի վրա։ Սերն առ հայրենիք։ Սրանք առաջին գրքերն են, հա։ Այո, սրանք որպես հեղինակ առաջին երկու գրքերն են, 14 եւ 15 թվականի վերջում է տպվել, 16 թվականին արդեն հանդիսատեսի դատին կհանձնեմ Հայոց աշխարհի տերերը, որը ամբողջովին Արցախյան պատերազմին է վերաբերվում, բավական ամբողջովին ինքը պատմում է ողջ ընթացքը, ինչպես կազմավորվեցին կամավորական ջոկատները, ինչպես մեր տղաները պատվով դուրս եկան այդ պատերազմում եւ ինչպես մինչ այսօր մենք տանում ենք այդ պատերազմը։ Մեր հետախույզները փայլուն օրինակ ցուցաբերեցին, երբ ինքնաթիռը ընկավ, մեր հետախույզները փայլուն կարողացան ռազմական գործողությունների շնորհիվ յետ բերել մեր ցավալի տղաների դիերը։ Այդ ամենը ես նույնպես գրել եմ, թերթերում տպվում են, փորձում եմ համացանցի միջոցով նաև երիտասարդ ընթերցողներին տեղեկացնել, որովհետև սերունդը իմ հասակակիցները արժեքները որոշակիորեն կորցրել են եւ իմ ներսում կրելով համշենահայուհու եւ վայացու արյուն փորձում եմ մարդկանց դեպի արմատները ուղղել։ Ինչքան ժամանակ է պահանջվել։ Անկեղծ ասեմ, երկրորդ գիրքը գրել եմ 2 գիշերում։ Ոչ, Կեր եւ Ասպրամը 2 գիշերում եմ գրել, ոգեշնչվել եմ մեր հզոր թագուհիներից, ոգեշնչվել եմ որոշակիորեն նաեւ Շիլլերի գործերից եւ ստեղծվել այդ պատմվածքը, բայց ինքը ամբողջովին իրական հիմքերի վրա պատմվածքը մեր օրյա հերոսներ, որոնք ժամանակի առումով տեղափոխվել են միջնադար։ Դու ինքդ որպես երիտասարդ գրող ստեղծագործող, ինչպես ես գնահատում քո հասակակիցների կամ գուցե մի փոքր ավելի, այսպես ասած, ավելի մեծ քեզանից, բայց կրկին երիտասարդ ներկայացուցիչներ ավանդը հայ գրականության, այսպես ասած, իրենց ստեղծագործություններով հայ գրականությունը հարստացնելու եւ սերնդին։ Շատ լավ, ուրեմն գրողները շատ են եւ ես շատ ուրախ եմ, որ շատերը գրում են, տպվում են, բայց մի մտավախություն կա, որ արժեքային համակարգը կորցրվել է։ Չեն կարողանում գրել այն ամենը, ինչը պետք է երիտասարդներից տիպի սիրել միմյանց, ժպտալ, ժպիտ փոխանցել միմյանց։ Ատելությունը ավելի շատ է եւ կներեք իհարկե արտահայտությունը էրոտիկ ժանրը բավականին մեծացել է Հայաստանում գրչի միջոցով, դա ինձ մտավախություն է տալիս։ Միայն դա, բայց ասեմ բավականին շատ լավ գրողներ ունենք, ինձանից բավականին իմ ավական կերները, ում գրիչները ես շատ սիրում եմ, իրենց պես մարդիկ պետք է շատ լինեն։ Իհարկե ժամանակի ընթացքում յուրաքանչյուր ընթերցող կգտնի իր գրչակից բանաստեղծին եւ կարծում եմ ժամանակի ընթացքում երբ մենք չլինենք, ես միշտ այդպես եմ կարծել, գրողի մահից հետո են մեծարվում գրողները։ Ժամանակի ընթացքում երբ դասագրքերում կհայտնվեն մեր գործերը, ես չգիտեմ իմը կհայտնվի թե չէ, բայց երբ իմ ընկերների գործերը կհայտնվեն, այլ իրենք կլինեն դասականներ։ Հիմնականում արձակ ձեզ ստեղծագործում։ Ոչ, Գարնանը արդեն տպարանում է, Գարնանը լույս կտեսնի եւս մեկ գիրք, որ ամբողջովին բանաստեղծություններ են։ Այդ բանաստեղծությունների ժողովածուն պետք է սկզբանե առաջինը տպվեր, բայց միշտ վտահավախություն կար։ Ես ինձ արձակ ոչի մեջ ավելի ազատ եմ զգում, կտպվի, բայց ինչևէ, որպես երրորդ։ Իսկ մտադրություններ չգիտեմ, գիրքը թարգմանել, այլ լեզուներով։ Մտադրություններ կան ռուսերեն պետք է թարգմանեն, գրքի վաճառքը Մոսկվայում է իրականացվում նաև, այնտեղի ընթերցողը շատ է ցանկանում ռուսերեն։ Որովհետև մասնավորապես որ գրքի մասնախոսք է։ Առաջի գիրքն է դեռ վաճառքը ապահոված այնտեղ առաջի գիրքը, երկրորդը դեռ չեմ ուղարկել, Կեր եւ Ասպրամը չկա, շուտով կլինի, պետք է տեղ գնամ այնտեղ միջոցառում անեմ, շնորհանդես պետք է թարգմանվի եւ արդեն պլանավորված է, որ պետք է Ամերիկա ուղարկվի